Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը կրկին վերընտրվի, ինչ կարող է լինել Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ քո ասած հարցին կպատասխանում ասում ես ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, արդեն այդ Հայաստանի Հանրապետություն բառը այդ ժամանակ կմոռանաս, որտեղ գոյություն չի ունենա։ Հետի հաստատ, հետի կմտնի այդ խաղաղության պայմանագրի մեջ, որ Հայաստան գոյություն չի ունենա։ Շատ վատ բաներ կկատարվեն։ Անհրաժեշտություններ ա լինելու, շատ մեծ անհրաժեշտություններ ա լինելու մեկ, երկրորդն էլ մեր Հայաստանի համար ես կցանկանայի, որ ընտրվեր շատ խելացի եւ շատ խելամիտ, ոնց ասամ, պատրիոտ, Հայաստանի պատրիոտ լինի, որ նա սիրի ամեն մի քարը, ամեն մի ծառը, ամեն մի տերևը։ Եթե այդ մարդու մեջ լինելու է այդ սերը, ես ուղղակի Աստծուն շնորհակալ կլինեմ։ Զեյք որ Արցախը մերը լիներ։ Շատ։ Եվ այդպիսի բաներ։ Շատ։ Ես ոչ թե մենակ Արցախը, այլ բոլոր հողերը, որ մեր հողերը վերցրել են օտար, ոնց ասած, երկիրները, ես շատ սերով ուզում եմ, որ վերադարձնենք այդ հողերը, որովհետև հայի նման ազգ գոյություն չունի աշխարհում։ Շատ լավ բան կկատարվի, եթե վերընտրվի։ Կսկենք լրիվ, կսկենք, կկորցնենք, մեր հայրենիքը կկորցնենք լրիվ։ Այդպես, ես Սամվելը որ լինի, հայրենիքը բարգավաճելու է։ Այո, բարգավաճելու է, թե կընտրվի կտեսնի։ այո, մենք ավելի լավ է ռուսների հետ լինենք, քան թուրքերի։ Ինքը իրավունք չունի լինելու։ Ինքը չլինի, մեկ ուրիշը կլինի։ Եղավ, կլինի, բա ոնց։ Դե թող Փաշինյանը լինի, գնացեք Թուրքի, նորից թող լինի, գնացեք Թուրք դառեք ուրեմն։ Կներեք վերջ, այդ է իմ կարծիքը, ամեն մեկ իր կարծիքը ունի, ես իմ կարծիքը հայտնեցի։ Ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը, եթե նորից վերընտրվի, ինչ կկատարվի երկրում։ Ոչ մի լավ բան։ Եթե ընտրվի Հայաստան չի լինի։ Էլ արդեն չկա Հայաստան։ Եթե Թուրքիան Ամերիկայի գաղութն է, Ալիևը նրանց կողմն է, ով է պաշտպանելու բացի ռուսից։ Ինքը իր հոժար կամքով, որ հրաժարական տա ավելի ճիշտ կլինի։ Ոնց Սերժ Աթոռը զիջեց իրան տեսավ, Հետձևի խաբեց, Թավշյամ թե Մետաքսյա հեղափոխություն կատարեց։ Տեսնենք այս մյուսները գան, կարող ավելի լավ լինի։ Ինքը եթե բռնել է Ամերիկայի, չեմ ասում Ամերիկան, բայց Ամերիկան առաջինը, Թուրքը Ամերիկայի հպատակն է, Ստամբուլը։ Ալիևը անցածա նրանց կողմը, էլ Հայաստանը գոյություն չի ունենալու։ Մի փոքր մասա քարտեզի վրա նայում ես, ծովից ծով Հայաստանը այդ մի փոքր Սյունիքը տալու է։ Զանգեզուրը այդ լրիվ, այդ միջանցքով բանով արդեն համարյա տված է, որ օտանի կեսը նրանցն է։ Էլ ինչ անդեղ մնացել։ Ինչ է կարծում, եթե Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի, ինչ կկատարվի երկրում։ Ինչ իմանանք, ժամանակից շուտ կանխամտածել է, ինչ կատարի չեմ կարող ասել։ Շատ վատ բան կլինի։ Չգիտեմ ճիշտ ասած, արդեն կատարվել է, ինչ կատարվել է, ինչ։ Վերլուծելով մեր անցյալը, ղեկավարներից, եթե ընտրելու լինեք, ոսկե միջինը ով է եղել եւ ում օրոք է ժողովուրդը խաղաղ ապրել, հանգիստ ապրել եւ պետության տնտեսությունը զարգացել, այո։ Քոչարյանի ժամանակով երևի էլի։ Սերժի վախտով չեմ կարող ասել այդքան բան, բայց Քոչարյանի վախտով էլի ոչինչ։ Բոլորի իմ ծանոթները, բարեկամները, սա բոլորը համամիտ են, որ Քոչարյանն է։ Այդ ժամանակը լավ եղել։ Դուք կենտրոնի բնակիչ եք։ Կենտրոն ծնված, մեծացած, այսօր կենտրոնում եմ Վարչով եմ ապրում։ Այս 20 տարի, արդեն 25 տարի Վարչով եմ ապրում։ Մեր կենտրոնում։ Տատով, պապով, պապականով սաղ կենտրոն են իմ մոտ։ 1904 թվականից մեր տներն էր դրանք։ Բայց այսօր կենտրոնի վիճակը հիմա ձեզ դուր գալիս է, որ ամեն քայլափոխի նոր շինություններ են կառուցվում։ Շինությունները շատ լավ է, բայց ինչ ասեմ, ժողովրդից մարդ չկա, էլ այդ հնդիկ, պարսիկ, սոգան ինչ որ է բան են, բայց մեր կենտրոնը շենքերը շատ լավ է, որ սարքել են, ամեն ինչ նորմալ է։ Էդ էլ է Քոչարյանի ժամանակով սարքվել իմիջայլուց։ Բայց ինչ ասեմ, հիմա ժողովրդի վիճակ է ինչ էլի։ Թող Աստված տա, թողնեց ընտրություն անեն, որ գոնե ժողովուրդը գոնե մի 10% լավ ապրել, այդ թոշակների բարձրացում, ասում եմ Սամվել Կարապետյանը էլի վաճ խոսած այդ իր ասածները բանը, եթե գոնե դայի
30-40% արվի, հաստատ ժողովուրդը լավ կապրի։ Հանրության մի հատված կա, որ ասում է պետությունը փորձադաշտ չէ եւ չպետք է ամեն անգամ մի անփորձը գա եւ ասի, որ ես կարող եմ առաջնորդել։ Պետք է ընտրել ոսկե միջինին ու մորոք Առաջի հերթին կուշտ մարդ պետք է գա, որ սոված չլինի, սոված գալի նստում են ու սկսում են միսը ոսկորը ամբողջությամբ տանել ժողովրդին ոչինչ չտալ։ Ռոբերտ Քոչարյանի վատ եք ապրել։ Չէ, նորմալ ապրել ենք, չեմ ասում շատ վատ ենք ապրել, բայց այս տիպի վատ հաստատ չէր եղել։ Դե վատ ոչ թոշակի հարց կար, ոչ բան կար, էլի նորմալ ապրում էինք, կարում էինք ինչ որ մի բան։ Պատերազմ է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ մի պատերազմ, ոչ մի բան, իհարկե։ Դե 94 թվականից էսկոմ պատերազմ հաստատ։ Հա, եղել է որ այս մեր տղաները զոհվում են, բան այնտեղ են հրաձիկները բանը որ խփում են, դա եղել է, բայց պատերազմ չի եղել հաստատ։ Ոնց որ դա իմաստ չի որ պատերազմով վախացնի ժողովրդին, ասի եթե ես չընտրվեմ պատերազմ կլինի։ Չէ, այդ պատերազմ որոշողը ավելի մեծ մարդիկ են։ Երբ վատ բաներ կասեմ, գործ չունեք։ Եթե Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի, ինչ եք կարծում, ինչ կկատարվի երկրում։ Իմ կարծիքով Հայաստանի լիակատար ադրբեջանացում եւ թրքացում կլինի, առաջնահերթ դրված է այս ցեղասպանությունը հարցը չի բարձրաձայնվի, Արցախի հարցը կփակվի, Զանգեզուրով Սյունիքով միջանցք կտրվի, չեմ անում, շատ վտանգավոր է, վտանգ կլինի նաև Վայոց ձորի եւ Սևանի համար, էլի, մի խոսքով անվտանգությունը բան կլինի, էլի, երկրի կվտանգվի, ես չեմ ուզենա, որ ինքը ընտրվի, պետք է ազգային ուժեր ընտրվեն, ազգային մտածելակերպով ավանդական ազգային ուժեր եւ ասեմ շարունակվի հալածանքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Ինչ կարծիք ունեք այն մտքի հետ, եթե նրանք չընտրվեն, խաղաղություն չի լինի։ Ես մտածում, եթե ընդդիմադիրները ընտրվեն, իրանք կփորձեն բանակցեն Ալիևի հետ, բայց կարող է ինչ-որ արդյունքի չգան, կարող է նաև հնարավոր է որ պատերազմ լինի։ Փաշինյանը գալիս է այդ արդյունքում։ Ինքը զիջում է ավելի շատ, չեմ կարող ասեմ, կարող է մի օր Ալիևի ախորժակը բացվի, իրան չլսի, նորից հարձակվի։ Բոլոր դեպքերում Նիկոլի ինտերվելով էլ կարող նաև պատերազմ լինի։ Այս պայն հլա որ ամբողջ զիջում է, համար երևի Ալիևը չի հարձակում։ Չեմ կարող ասեմ, ես ճիշտ ասած իմ կողքից ենթադրություններն է, էլի։ Չէ, բոլոր դեպքերում այս ընդդիմադիրները ավելի կոշտ դիրքորոշում կընդունեն, բայց պետք է այստեղ եթե ես որպես քաղաքացի եւ որպես հայ մարդ ասեմ, նաեւ հայ առաքելական եկեղեցու հետ է որ պետք է ուժեղանանք, բանակը ուժեղացնենք եւ ազգային միասնություն, որպեսզի հույսներս մենակ մեր վրա տնենք, ուրիշ օտար պետությունների վրա դաշնակից լինեն, բայց հիմնականում մենք մեր հարցը պետք է լուծենք։ Անորոշա, բայց չի վերընտրվի։ Մի տեսակ գիտեք ինչ, նախ արդեն երկար ժամանակ է իր ընթացքը։ Հետո եթե դժգոհությունները շատ են, եթե մարդիկ արդեն հասկացել են իմաստը էլի շատ հարցերի, կարծում եմ չի ընտրվի։ Իսկ ինչ կարծիք ունեք այն մտքի հետ, որ նրանք չընտրվեն, խաղաղություն չի լինելու։ Մեղոքես Տեր Աստված։ Լուսահոգի մամաս կասեր ագրավի կռոցով լինի ամեն օր ձուն կգա, չկա տենց բան։ No։ Ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը, եթե նորից վերընտրվի, ինչ կկատարվի։ Ինչպես նորմալ հունով ամեն ինչ կգնա առաջ, ու շատ ավելի լավ։ Դուք չգիտեք, որ Փաշինյանի ժամանակը որ էլի մի քիչ ապրում ենք։ Միջև այդ Դուք հիմա գնում եք դիրքեր։ Նոր եմ եկել։ Ձեր կարծիքով ադրբեջանցիները երբ են դուրս գալու հայկական դիրքերից, որոնք զավթել են պատերազմից հետո։ Երբ որ պատերազմը լինի դուրս կգան։ Այսինքն խաղաղ ճանապարհով չեն դուրս գա։ Բայց խի պետք է դուրս գա, եթե այդքան ծախսը արել դիրքերի վրա, ո՞ց դուրս կգա։ Կոնկրետ որ դիրքերի մասին է, Ջերմուկում, Բոլոր տեղերն է սաղ իրա դիրքերը ամենալավ վիճակում է սարքված ու միջև իրենց հողերի վրա, որոնք զավթել են, դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։ Նիկոլ Փաշինյանը ասում է սահմանազատման աշխատանքներից հետո դուրս են գալու, դուք հավատում եք դրան։ Ո՞ց դուրս կգա, եթե մարդը այս պայն ծախս անում։ Ո՞ց դուրս կգա։ Ուրեմն խիա ծախս անում։ Եթե սարքում է, դիրքերը վերանորոգում է, ավելի ամրացնում է։ Դի նշանա դուրս գալու, թե ամրապնդվելու։
ամրապնդվելու ու մի բանել առաջ գալու նշան է դա։ Որտեվ սա բարձունքները սա ամենալավ դիրքեր իր ձեռն այն կոս դուրս կգա։